Վճռաբեկ դատարանը նախադեպային վճիռ կայացրեց։ Նման հաղորդագրություն նկատել եք հավանաբար լրահոսում, իսկ երբևէ մտածել եք, թե ինչ ասել է նախադեպային վճիռ։ Դա նշանակում է, որ վճռաբեկի վճիռը գրեթե օրենքի ուժ ունի։ Այսինքն, նույնական այլ գործեր քննելիս ստորադաս դատարանները պարտավոր են հաշվի առնել այդ վճիռը։ Այսինքն, ասենք, եթե քննվում է քրեական գործ, որը մեկին մեկ նման է մի այլ գործի, որը ժամանակին քննել է վճռաբեկը, ենթադրվում է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը պետք է նույնական լինի վճռաբեկ ատյանի վճռի հետ։ Գործնականում, սակայն, վիճակն այլ է։ Եթե զուտ օրենքով նայենք, իր չափանիշները այնտեղ հիմնականները ոնց են ասում, օրենքի մետասը կիրառման խնդիր պետք է լինի, հիմնարարավունքի հարց պետք է լինի, թղթի վրա գրածով ինքը շատ սիրուն է։ Մեր մոտ մեծաշատ դա չի, մոտ ընդամենը ոչ դե առաջինը խախտեց կամ մերժեց, երկրորդը խախտեց կամ մերժեց, տնակ երրորդը ինչ կասի, շուտ պրծնենք, որ գնանք եվրոպական դատարան, մեր հույսի իրանք։ Նման դեպքեր շատ ենք ունեցել, երբ որ ստորադաս ատյանի կողմից օրենքը կիրառվում է ոչ վճռաբեկ դատանի նախադեպային որոշմանը համահունչ։ Այդ մասով իհարկե վճռաբեկ բողոքներ են ներկայացվել, բայց վճռաբեկ բողոքները վարույթ չեն ընդունվել։ Առաջինն ինչին պետք է ուշադրություն դարձնի վճռաբեկը օրենքների միանման կիրառությունն ու մեկնաբանությունն է մյուս դատարաններում։ Գետնի վրա ստորադաս դատարանները սակայն օրենքները մեկնաբանում են ինչպես ցանկանա տվյալ դատավորը։ Խնդիրը վճռաբեկին չի անհանգստացնում հաճախ։ Վերաքննչի տարբեր դատավորների միջև տարակարծություն է եղել նույն հարցի վերաբերյալ եւ օրենքը կիրառել են տարբեր մեկնաբանությամբ։ Երկու որոշում ենք ներկայացրել վճռաբեկ դատանի, վճռաբեկը այդ բողոքը վարույթ չի ընդունել, փոխարենը դրան հաջորդող նույն իրավիճակի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը վարույթ է ընդունել։ Վճռաբեկ դատանը ինչ որ նախադեպային որոշում էր ընդունում, վերցնում են եվրոպական դատարանի արդեն գոյություն ունեցած նախադեպը, թարգմանում են կոպիտ հայերեն։ Ես ինքս չգիտեմ անկեղծ ասած, այնպիսի ինչ որ որ ասում են իրավաստեղծ մի հատ գործ, որի վճռաբեկ դատարանը արել է Հայաստանում ինքը։ Վճռաբեկին առաջադրվող հաջորդ դիտարկումը վերաբերում է դիմումատուններին մերժելու հիմքերին։ Ինչու է մերժվում այս դիմումատուն, մյուսի գործն ընդունվում է վարույթ։ Չնայած օրենքի մեկնաբանության առումով մերժվածը պակաս կարևոր չէր։ Բացի սա, ակնհայտ է, որ վճռաբեկը նախընտրություն տալիս է պետական ատյանների դիմումներին։ Վիճակագրություն է հանվել իմ գործընկերների կողմից, այո, գլխավոր դատախազության բողոքները վարույթ ընդունվելու տեսանկյունից փաստաբանների համեմատ աննախադեպ բարձր ցուցանիշներում են։ Վճռաբեկի ոչ արդյունավետ աշխատանքի պատճառներից մեկն էլ ռեսուրսների սղությունն ու աշխատակազմի խիստ փոքր կազմն է։ Քանի որ գրեթե բոլոր ատյաններից մերժված գործերի մեծ մասը ուղղվում է նաև վճռաբեկ, ապա վերջինը պարզապես կոպիտ զտումով մաղում է դրանց գերակշիռ հատվածը։ Մաղելու ընթացքում էլ խիստ կարևոր գործեր են ուշադրությունից դուրս մնում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։